Ինչ անել, երբ բարձրացել է ճնշումը։ Առաջին հերթին հանգստացեք։ Ճնշման բարձրացումը հաճախ ուժեղանում է վախի, խուճապի եւ ստրեսի պատճառով։ Նստեք կամ պառկեք հարմար դիրքով, մի քանի անգամ խորը շնչեք, ներշնչեք քթով, արտաշնչեք բերանով։ Փորձեք չխոսել շատ եւ ակտիվ չշարժվել։ Հաջորդ քայլը՝ չափեք ճնշումը ճիշտ ձևով։ Ճնշումը չափեք նստած դիրքով, թեւս սրտի մակարդակին համահունչ պահելով։ Չափումից առաջ 5 րոպե հանգստացեք։ Եթե առաջին չափումը բարձր է, կրկնեք 5-10 րոպե անց։ Երբեմն ստրեսից ճնշումը ժամանակավորապես շատ բարձրանում է։ Խմեք ձեզ նշանակված դեղը։ Եթե բժիշկը ձեզ նշանակել է ճնշման դեղորայք, ընդունեք այն ըստ ցուցման։ Շատ մարդիկ ունեն շտապօգնության համար նախատեսված դեղ, որը կարելի է ընդունել ճնշման բարձրացման դեպքում, բայց մի ընդունեք նոր դեղ ինքնուրույն, եթե բժիշկը չի նշանակել։ Խմեք ջուր։ Մարմնի ջրազրկումը երբեմն կարող է նպաստել ճնշման տատանումներին։ Դանդաղ խմեք 1 բաժակ ջուր։ Խուսափեք այս սխալներից։ Մի խմեք ալկոհոլ ճնշումը իջեցնելու համար, մի օգտագործեք մեծ քանակով սուրճ կամ էներգետիկ ըմպելիքներ, մի ընդունեք դեղեր հարևանի կամ ծանոթի խորհրդով եւ իհարկե մի փորձեք կտրուկ իջեցնել ճնշումը, դա կարող է վտանգավոր լինել։ Դիմեք շտապօգնություն, եթե կան վտանգավոր այս նշանները։ Ուժեղ գլխացավ, կրծքավանդակի ցավ, շնչառության դժվարացում, տեսողության խանգարում, թուլություն կամ խոսքի խանգարում, եթե ճնշումը շատ բարձր է, օրինակ 180-120 միավորից ավելի։ Ինչպես կանխել ճնշման բարձրացումը։ Կանոնավոր կերպով չափեք ճնշումը, ընդունեք նշանակված դեղերը, սահմանափակեք աղը, քնեք բավարար, նվազեցրեք ստրեսը եւ պահպանեք առողջ քաշ։ Հիշեք, բարձր ճնշումը հաճախ անվանում են լուռ մարդասպան, որովհետև այն կարող է երկար ժամանակ ախտանշաններ ցույց չտալ։ Ժամանակին վերահսկումը կպահպանի ձեր սիրտը, ուղեղն ու երիկամները։